Բարի լույս սիրելիներ, Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս, այսօր մերելոց է սիրելիներ, մեր ննջեցյալների հիշատակության օրն է, և մերելոցը ենթադրում է իր մեջ Քրիստոսի հարության ողջույնի փոխանցումը մեր բոլոր ննջեցյալներին, որովհետև Քրիստոս հարություն արավ ոչ միայն ողջերի համար, այլ նաև բոլոր ննջեցյալների համար, ցույց տալով նրանց, որ իրենք էլ այդ հարությանը արժանանալու են։ Եվ այսօրվա ավետարանի հատվածը բոլորից ծանոթ կուզեմ ասոցացնել, կապել այսօրվա խորհրդի հետ։ Ղուկասի ավետարանի 24-րդ գլխում հետևյալն է. հրեշտակները պատասխանում են կանանց եւ ասում են, թե ողջին ինչու եք մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշեք ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր։ Ասում էր, թե մարդու որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի, եւ նրանք հիշեցին նրա խոսքերը։ Սիրելիներ, ողջին ինչու եք փնտրում մեռելների մեջ։ Թույլ տվեք մի փոքր շեղվել այսօրվա խորհրդից։ Սիրելիներ, մենք բոլորս մեր ընտանիքներում ննջեցյալներ ունենք եւ այս օրերին այցելություն են կազմակերպում իրենց գերեզմաններին։ Բայց երբեմն մեր հայ քրիստոնյաները փոխանակ մեռելոցի օրը այցելեն գերեզմանատուն, այցելում են Սուրբ Հարության տոնի օրը։ Առանց այդ ավետիսը հարության ստանալու, առանց ոգևորվելու եւ ապրելու Քրիստոսի հարության լույսով գնում են իրենց ննջեցյալներին, գնում են, որ ինչ ասեն։ Եթե ասեն Քրիստոս հարություն է առել, այն դեպքում, երբ իրենք այդ հարությունով չեն ապրել, ուրեմն կեղծ կլինի այդ ամեն ինչը։ Իսկ այսօր, երբ մենք այցելում ենք գերեզմանատուն, մենք մեր ննջեցյալին ասում ենք, որ Քրիստոս հարություն է առել։ Եվ եկել ենք այստեղ ոչ թե մեռած մարդու փնտրելու, այլ Քրիստոսի հարությունով հարության ավետիսը ստացող եւ հարությանը սպասող անձին ողջունելու։ Կարծում եմ, որ միտքս պարզ էր, սիրելիներ։ Այսօր, երբ այցելենք մեր ննջեցյալներին, այս նույն խոսքերը հիշենք հրեշտակի։ Ողջին ինչու եք մեռելների մեջ փնտրում։ Որովհետև եթե հոգին ապրում է եւ եթե Քրիստոսին հավատալով ննջեցին մեր ննջեցյալները, Քրիստոսի հետ էլ հարություն են առնելու։ Հետևաբար Աստծո համար մեռած մարդ չկա։ Բոլորը կան, գոյություն ունեն եւ Տիրոջով պիտի արժանանան այդ հարությանը եւ հավիտենական կյանքին։ Ուրեմն Քրիստոսի ավետիսով աղոթք բարձրացնենք առ Աստված մեր բոլոր ննջեցյալների հոգիների փրկության համար եւ նրանց հավիտենության համար։ Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։